Արվեստների պատկերասրահ մշակութային հիմնադրամը առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո է Vivace MTS ընկերության գլխավոր հովանավորությամբ ներկայացնում է վերադարձի դասական երաժշտության 6-րդ փառատոնը, որի մեկնարկը տրվում է այսօր Արամ Խաչատրյան համերգասրահում։ Արդեն ավանդական դարձած փառատոնն այս տարի հնարավորություն կընձեռի մայրաքաղաքի հանդիսատեսին հանդիպելու արտերկրում ապրող եւ ստեղծագործող տաղանդաշատ մեր հայրենակիցների եւ առնչվելու դասական երաժշտության գլուխգործոցների հետ։ Փառատոնը կներկայացնի բազմաթիվ պրեմիերաներ եւ երևանյան եւ համաշխարհային եւ ասեմ որ պրեմիերաները կլինեն միայն ոչ թե ստեղծագործությունների առումով, այլ նաեւ գործիքների համադրությամբ, նաեւ մասնակիցների առումով կլինեն պրեմիերաներ։ Այս տարի փառատոնն ընդլայնում է իր աշխարհագրական կազմը։ Փառատոնի շրջանակներում առաջին անգամ հանդես կգա աշխարհահռչակ Իսրայել Կամերատա Երուսաղեմ նվագախումբը Ավներ Բիրոնի ղեկավարությամբ։ Ինձ համար շատ կարևոր է լինել Հայաստանում եւ հանդես գալ ելույթով, քանի որ դեռ մանուկ հասակում ծնողներս ինձ պատմում էին հրեաների եւ հայերի նմանության մասին։ Երկու ազգերն էլ տեսել են տառապանք ու դժվարություններ։ Իմ ստեղծագործական գործունեության ընթացքում բազմիցս պատիվ ունեցել եմ շփվել հայ տաղանդաշատ երաժիշտների հետ։ Լիսաբոնում բնակվող հայ թավջութակահար Լևոն Մուրադյանն արդեն երկրորդ անգամ հանդես կգա փառատոնի շրջանակներում։ Նա միջազգային մի շարք հեղինակավոր մրցույթների դափնեկիր է։ Այժմ նվագում է Գոֆրիլերի աշխատանքը հանդիսացող 18-րդ դարի թավջութակով։ Այսօր փառատոնի բացմանը Լևոն Մուրադյանը Հայդնի եւ Դվորժակի ստեղծագործություններով առաջին անգամ հանդես կգա Իսրայել Կամերատա Երուսաղեմ նվագախմբի հետ։ Շնորհակալ եմ կազմակերպիչներին եւ նման տրված հնարավորության համար։ Սա իմ երկրորդ մասնակցությունն է արդեն ինչպես նշվեց եւ մեծ սիրով համաձայնվեցի եւ շատ ուրախ եմ, որ պետք է այսպիսի համագործակցություն լինի։ Փառատոնը հայ հանդիսատեսին կներկայանա 8 համերգից բաղկացած համերգաշարով եւ կավարտի աշխատանքը հոկտեմբերի 31-ին։ Լուսինե Հովհաննիսյան, Արման Գրիգորյան, SLAK AM։